Գյումրու ծննդատանը կազմակերպված բաց դռների օրվա ընթացքում հետազոտված 50 այցելու երեխայից 33-ը ունեցել է վերարտադրողական առողջության հետ կապված խնդիր։ Հայտնաբերված հիվանդությունների պատճառները տարբեր են։ Պատճառները վերարտադրողական առողջության հետ կապված են տարբեր տեսակի ցիկլի խանգարումների հետ, յուվենիլ արյունահոսություններն են, որ ավելի շատ արտահայտված է, մոտավորապես այս թվի երեխաների մեջ 25%-ը ունեն յուվենիլ արյունահոսություն։ Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո ըստ մասնագետների դեռահասների շրջանում գերակշիռ է համարվել սեռական օրգանների հետ կապված 5 հիվանդություն։ Ձվարանի ֆոլիկուլար կիստաներն են, տարբեր տեսակի փոշպոկային հիվանդությունները եւ հիպոթալամիկ էնդոկրին սինդրոմների հետ կապված հիվանդություններ։ Դեռահասների մոտ հայտնաբերված հիվանդությունները գտնվել են առաջնային փուլում, բարդացումներ չեն նկատվել, ինչը հնարավոր չի եղել փաստել 18-ից բարձր տարիք ունեցողների մոտ։ Մասնագետներն ասում են, որ տարին գոնե մեկ անգամ պարտադիր է գինեկոլոգիական ստուգումը։ Հայ կանայք սակայն ամաչում են եւ բժշկի դիմում են միայն առողջության կտրուկ վատացման դեպքում։ Դիմել են մեծ մասը, որոնք ունեն տարափոխիկ հիվանդություններ եւ այլ տիպի կանանց հիվանդություններ, որոնք ընտանում են ավելի քրոնիկ տեսքով։ 30-ից բարձր տարիք ունեցող կանայք եւս ենթարկվել են հետազոտության։ Նրանցից 5-ի մոտ հայտնաբերվել է ուռուցքային հիվանդություն, 3-ը բավականին սրացած վիճակում, 2-ը նոր սկսվող։ Հիվանդության վաղ հայտնաբերման պարագայում լիարժեք բուժումը հնարավոր է։ Հակառակ պարագայում հիվանդը կանգնում է տարբեր խնդիրների առաջ։ Ժամանակի ընթացքում ըստ մասնագետի կանացի հիվանդությունները ենթարկվում են փոփոխությունների եւ տարիքային խմբերի հետ կապված եւ կենսաձևի։ Այն հիվանդությունները, որոնք կապված են սնգային պաթոլոգիայի հետ, այն հիվանդություններն են, որոնք կապվում են մրսածության ֆակտորի հետ եւ այն հիվանդությունները, որոնց ծագումը բացատրվում է հորմոնալ խանգարումներով։ Առաջին գալիս կանանց ֆիզիկիկ հասկերները եւ կրծքագեղձիկ հասկերները, դրա համար մենք ունենք ծավալով պետության կողմից աշխատված ֆիզիկական օգնության եւ սպասարկման շրջանակներում, առաջնային օղակներում, պոլիկլինիկաներում դրանք իրականացում են անվճար։ Այս հիվանդությունների բուժումը լուրջ խնդիր է, դրանցից յուրաքանչյուրի հիմքում մրսածության գործոնն է ընկած։ Հիմնականում հիվանդանում են միջին տարիքի ծննդաբերող կանայք, իսկ մեծահասակների մոտ հանդիպում են ոչ թե հիվանդության նոր զարգացումներ, այլ վաղուց առկա խնդրի արդեն բարդացած տարբերակներ։ Խանգարումների հիմնական պատճառը էկոլոգիական միջավայրի վատ տարածումն է, որը ամեն ձևով ազդում է մարդու հորմոնալ բալանսի վրա։ Վերջին տարիներին նկատվում է նաև վիրուսային հիվանդությունների թվի աճ, իսկ կանացի անպտղության ցուցանիշը ժամանակակից բուժական մեթոդների շնորհիվ շուտով կվերանա, ասում է գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը։ Չի ավելացել չպերությունների թիվը։ Ես կարող եմ տխուր փաստ արձանագրել, որ միտում կա ավելանալու տղամարդու ամլության թիվը։ Գյումրեցի Մայրամ Տոլբակյանը այն կանանցից է, ով հետևողական է իր առողջության նկատմամբ եւ մշտապես անցնում է բժշկական հետազոտություն։ 25 տարեկան է եւ պատրաստվում է լույս աշխարհել իր 6-րդ երեխային, 7-րդին եւս դեմ չի լինի։ Ուղղակի հիմա որոշակի խնդիրներ ունի եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Նա անցնում է հղիություն պահպանող ինֆուզիոն եւ վիտամինային թերապիա։ Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի եւ կունենա 6-րդ բալիկը, որը իրանց ընտանիքում շատ սպասված է։ Չնայած փոքր տարիքին 25 տարեկան է ընդամենը մեր հղին, ունենալու է 6-րդ փոքրիկը։ Մարգարիտ Ամինասյան, Արթուր Մարգարյան, Ազդարաշ։